Տիկին Ղազարյան, նախ խնդրում եմ կարճ ներկայացրեք այն նախագծի տրամաբանությունը կամ փոփոխությունները, որով առաջարկվում է այդ ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները, որը փաստորեն արգելի դրսում ինչ որ ժամանակից սկսած բնակվողներին այստեղ ընտրություն անել։ Նախ սա ներկայացրեք, հետո ասեք այս ընտրությունների արդյունքների վրա ինչ պատկեր արձանագրվեց, ինչու այս հարցը եկավորակարգ, այսինքն ինչ է ձեզ մտահոգեց, որ որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, կխնդրեի, եթե թվեր կան, նաև թվերով, դրսից քանի ընտրող ունեցանք, ինչպես դա անդրադարձավ եւ ինչու եք կարծում, որ բացասական է այդ երևույթը։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, իրապես բոլորս էլ նկատել ենք, որ վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը եւ այսպես ասած լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետեւ պատկերացում չունենք, որ կարող է նման հարցեր առաջանան, բայց նախագիծը միտում ունի հիմնարավորինս պահպանել այն կապը, որը որ կա Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացու եւ պետության միջեւ, որովհետեւ ընտրությունները հենց այն հիմնական կապն է քաղաքացու եւ պետության միջեւ, որով որ քաղաքացին կանոններ է սահմանում, իշխանություն է ընտրում եւ պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունում այդ իշխանության հետ աշխատել, ապրել եւ մշտապես բնակություն հաստատող քաղաքացին վերաբերելի է եւ հետեւաբար այնպիսի կարգավորում ենք բերել, որպեսզի կարողանա մշտական բնակվող քաղաքացին, իսկ մշտական բնակություն կարող է հաստատել այն քաղաքացին, համարվում է այն քաղաքացին, ով վերջին մի տարվա մեջ 183 օր ապրել է տվյալ բանում երկրում եւ ունի իր կենսական շահերի կենտրոնը այդ երկրում։ Եթե մարդ 6 ամսից ավել ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետեւաբար ունի իր կենսական շահերը Հայաստանի Հանրապետությունում, հարկ է վճարում, աշխատում է, հետեւաբար կապում է իր տեսակ թիմ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապատասխան ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք։ Կարծես նաեւ էսա միավորում այս նախագծին, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաեւ այս առումով։ Նույնը վերաբերվում է նաև հանրաքվեի մասին օրենքում, նաև փոփոխությունը վերաբերել է այդ օրենքում, փոփոխություններ արվում է նաև այդ օրենքում։ Թվերի առումով այս պահին, քանի որ շատ ֆիքսված չեմ հիշում թվերը, կխուսափեմ թիվ հնչեցնել, բայց այնուամենայնիվ հիմնական զեկուցման ժամանակ ավելի մանրամասն թվային տվյալներով, վիճակագրությունով, արդյոք հետո մենք ինչքան ընտրող ունենանք, արդյոք ընտրողների թիվը կպակասի թե կավելանա, ինչքանով կավելանա, ինչքանով կպակասի, մարդիկ ինչպես պետք է կազմակերպեն մասնակցելու ընտրություններին, եթե ունեն արտահայտ ընտրություններ, ինչպես այս ամեն ինչին արդեն մանրամասն նախագծի քննարկման հիմնական քննարկման ժամանակ կանրադառնանք, բայց այնուամենայնիվ մի երկու բացառություն են նաև նախատեսված է, որ հանրային պաշտոնների դեպքում, երբ որ ծառայության է մեկնում արտերկիր, նրանց դեպքում կա բացառություն, եթե ավել են եւ նաեւ ուսումնական բուհեր ընդունվելու դեպքում նաեւ կան բացառություններ։ Տեսեք, քննարկման փուլում է բուժման նպատակով, նաեւ հարկեր վճարելու հիմքով եւ այլն նման հարցեր եւս քննարկում են, բայց այս պահին դրված է այս տեսքով շրջանառության մեջ, հետագայում հայկական առաջարկներով կլրամշակվի։ Այսինքն 6 ամսից շատ Հայաստանից բացակայող 183 օր կարգելվի ընտրությունները։ Դուք նաև մարդկանց կարիերայի աճին չեք դեմարտում, որովհետև եթե մեկ ինչ-որ մասնագետա, որ չգիտեմ, այդ միջազգային կառույցում մասնավոր հրավիրվում է աշխատանքի եւ նա կամ պետք է Հայաստանում ընտրության իրավունք ունենա, կամ գնա իր մասնագիտական կարիերայի հետևից եւ մեկ բան էլ, քանի որ ընտրությունները նոր են եղել եւ դուք այս սահմանափակումները բերում եք, կարող ենք ենթադրել, որ իշխանությունները ինչ-որ X ժամանակում մոտ ապագայում արտահերթ ընտրությունների են պատրաստվում։ Ոչ բնավ, նման մտադրություն չունենք, բայց նաև արտահերթ ընտրությունների մտադրություն ընդհանրապես չկա, բայց հետագայում որպեսզի նման իրավիճակներից խուսափենք, բայց որովհետև այս ընտրություններում արտահայտվեց այդ իրավիճակը, դուք ինքներդ էլ ականատես եք եղել նաև այն ամենահայտնի տեսագրությանը, որ ասում է այսօր եկել եմ ընտրեմ, երեկոյան պետք է գնամ, որովհետև կարող է խառնաշփոթ լինի, ու այս մասին խոսակցությունը ոչ միայն դա է հիմք դարձել, բավականին երկար ժամանակ մեր Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներից ստացել ենք արձագանքեր, որ կազմակերպված գալիս են ընտրել, այսպես այնպես ես վստահ եմ նաև, որ այդ եկածների որոշ տոկոս էլ այնպես չէ, որ հենց այն ուժը, որը որ կազմակերպել բերել է Հայաստանում ընտրությունների իրենց ընտրել, մանավանդ որ դեռ որևէ հստակ որոշումներ այս առումով կամ բան չկա, բայց այնուամենայնիվ այդ հոսքը նկատվել է, այդ խոսակցությունները եղել են
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պահանջը նաև, որովհետև այստեղ քաղաքացու իրավունքն էլ է սահմանափակվում։ Դու մնում ես, ապրում ես դու, ես, մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում, բայց մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, որոշում են, թե մենք ինչ իշխանություն պետք է ունենանք եւ հետագայում ինչպես պետք է շարունակենք մենք Քաղաքացին գնաց 2 տարի ապրեց արտերկրում, հետո վերադառնում է Հայաստան եւ արդեն եթե 6 ամիս լրանում է ու ասենք առաջիկայում ընտրություններին ավտոմատիկ ընտրության իրավունքը վերականգնվում է, թե ոչ։ Եթե վերջին 1 տարում ընտրության օրվանից հաշված, երբ որ նշանակվում է ընտրության օրը, դրանից 48 օր արդեն հաշվարկված տվյալները, երբ որ գալիս է բանը միգրացիոն ծառայությունից, որ այդ քաղաքացին վերջին 1 տարվա ընտրության օրը նշանակելուց վերջին 1 տարվա ընթացքում 6 ամիս արդեն 6 ամիս եւ ավել մնացել է Հայաստանի Հանրապետությունում վերականգնվում է։ Իսկ այդ թիվը հնարավոր է փոխվի Տիկին Ղազարյան, թե ժամկետը հստակ է։ Գիտեք, ժամկետների առումով էլ են առաջարկում, որ գուցե կարճ է ժամկետը, որովհետև կան մարդիկ, որոնք որ մեկնում են արտերկիր, որոշակի ժամանակ աշխատանք արտագնա աշխատանքի մեկնողների համար գուցե նաև այդ 6 ամիսը բավականին քիչ ժամանակ է եւ նրանք ընտրելու շատ ես ինքս գեղարքունից եմ, գիտեք, ինչքան արտագնա մեկնողներ կան գեղարքունիքի, այս մասով էլ ենք մտածում, բայց ամենա ճիշտ բանը այն որ իրավական հիմք ունեցողը հենց դա է։ Առաջարկներ կան 3 տարվա մեջ 1.5 տարի սահմանել կամ թեկնածուներին, ինչպես է վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, նաև 2 տարի Հայաստանում բնակվող թե պատգամավորի թեկնածուի համար, նաև այդ ցենզը սահմանել, նաև ընտրելու իրավունքի վրա, բայց ես կարծում եմ մշտական բնակություն, եթե համարում ենք, որ մշտական բնակություն հանդիսացող անձը պետք է ընտրության մասնակցի, ամենաճիշտը հենց այն ռեզիդենտության ցենզն է։ Իսկ ուսումնասիրել եք այլ երկրներում նման։ Այո, նման սահմանափակումներ այլ երկրներում եւս կան։ Ես էլի եկեք անուններ չնշեմ, որովհետեւ տարբեր կան նաև որ այդ հիմքով են, կան նաև որ որոշ երկրներում կա ակտիվ ընտրողների խումբ, պասիվ ընտրողների խումբ, նման կարգավորումներ կա, որ այսպես ոնց որ այս դեպքում են, ոնց որ ակտիվ ընտրողներ ովքեր կներառվեն այդ ժամանակ, պասիվ ընտրողները։ Ժամկետները երբ է հնարավոր որ դնեք, այսինքն արտահերթ։ Ինքը շրջանառության մեջ է, կարծում եմ արտահերթով առաջին բան Տիկին Ղազարյան, մոտավորապես քանի քաղաքացու մասին է խոսքը, որը այս ընտրություններին արտերկրից եկել եւ քվեարկել է չունենալով վերջին 6 ամսում Հայաստանում բնակվելու այդ ցենզը եւ լրացում են դեռ ընտրություններից շատ առաջ մինչև քարոզարշավներ խոսվում հասարակական կազմակերպություններից մեկի կողմից ահազանգ երնչեցվում, որ ընտրապայքարին մասնակցել պատրաստող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար նման նախաձեռնություններ պլանավորվում, ինչու ավելի շուտ 2-3 ամիս առաջ այդպիսի նախաձեռնությամբ հանդես չեկաք եւ միայն post factum։ Գիտեք, ուրախությամբ պետք է ասեմ, որ երևի թե այդ ահազանգները բոլորը մենք էլ ենք ստացել, բայց միշտ մենք մեր խոսքում էլ ենք ասել, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելուց հետո կգան եւ իրենց համայնքներում, երկրում փոփոխությունները կնկատեն, հնարավոր է իրենց ընտրության այսպես ուղղությունը, որի համար եկել են, կփոխեն եւ ես կարծում եմ դա ասել է, որովհետեւ հակառակ դեպքում այն ուժը, որ այս ամեն ինչ այսքան մանրակրկտորեն կազմակերպել էր եւ ակնկալում մեր բարձր քվեներ ստացալ, ամենայնիվ ինձ թվում է իր ակնկալիքները չեն իրականացել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն դեպքում տեսակ ինչպիսի ընտրություն կատարեցին եւ ընտրության արդյունքները խոսում են հստակ այդ մասին, թե ընտրություններն ինչպես իրականացան եւ ինչպես ինչ վրա, նաեւ ընտրակաշառքների վերաբերյալ գիտեք ինչքան գործեր կան, նաեւ այս առումով տեսել ենք հակակոռուպցիոն կոմիտեն, որ դիմել է արդարադատության, էլի բանը փոփոխություններ իրականացնելու հիմքով, այսինքն այս ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ մենք ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել եւ չենք մտածել, որ դրանք կարող են խնդիր առաջանալ, բայց հիմա պետք է հնարավորինս օրենսդրական առումով բացառենք հետագայում նման դրսևորումներ ընտրության արդյունքների։ Ես խոսափեմ թիվասը, որովհետեւ այնքան թվեր եմ նայել այս ընթացքում, թե ովքեր են եկել, ինչքան են ընտրել, ընտրողները ավելի հստակ հիմնական քննարկման ժամանակ անպայման այդ վիճակագրությունը կներկայացնեմ ավելի հստակ։
Ղազարյան, եւ ձեզ համար պարզ է ինչպես է հնարավոր լինում օդանավակայանի արգելված տեղից տեսանյութ հրապարակել Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունների վերաբերյալ։ Անկեղծ ասած ես չեմ կարող դրա պատասխանը տալ, որովհետև դե ամենտեղ տեսանկարահանվում է, գիտեք, հիմա փողոցում էլ ավելի շատ ենք նկարահանվում, քան սերիալներում կամ ֆիլմերում։ Դա անվտանգության բարձիկ է, բայց մյուս առումով էլ թե ինչպես է դա արտահոսք եղել, ես կարծում եմ, եթե ինչ-որ միտումնավոր հիմք ունի, արտահոսք է կամ չգիտեմ ինչ է, դա պետք է հետևանք ունենա։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։